Այ դրությամբ ես ընդամենը տենում եմ ոստիկանության սադրանքներ։ Այսինքն դուք ինքներդ կարող եք համոզվել, որ ժողովրդի մեջ կան բազմաթիվ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք կիրառում են այս կամ այն սադրանքները, որպեսզի ժողովրդի մեջից ձերբակալեն առավել ակտիվ անձանց։ Այս պահի դրությամբ ձերբակալված է ավելի քան 20 հոգի։ Մենք տեսնում ենք այստեղ բոլորը կարող եք տեսնել, ոնց են ամեն մեկին 10 հոգով քաշ տալով տանում, անհիմն կերպով։ Այսինքն ողջ նպատակը փորձել կիրառել ինչ-որ սադրանք ու այդ պարագայում, որպեսզի կարողանան փորձեն արդարացնել իրենց բռնությունը, որպեսզի Հայաստանի կենտրոնում մտցնեն ռեժիմ, սահմանափակեն մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Սա ինքնին ապօրինություն է։ Ինչ գործ ունեն այդ ոստիկանները փակել Երևանի մայթերը։ Պարոն Կիվիրյան, իսկ սադրանքները այնուամենայնիվ Շանթ Հարությունյանի կողմից չեղան, պայթուցիկներ հենց քաղաքի Ուրեմն ոչ մեկը չգիտի, թե ով է կիրառել այդ պայթուցիկները։ Դուք տեսել եք դա ով է կիրառել։ Շատ ռազմական էր տրամադրված, ասում էր եթե Ուրեմն դուք տեսել եք դա ով է կիրառել։ Ոչ մեկը չի կարող այս պահին հստակ ասել դրա մասին, սակայն մենք տեսնում ենք արդյունքը դրա։ Ռոպեներ անց այստեղ հավաքում է 500-ից ավելի ոստիկան։ Շատ կազմակերպված ձևով։ Չեք բացառում, որ հենց դրանք ոստիկանները ես վստահ եմ, որ այստեղ մենք գործ ունենք ոստիկանական դասական սադրանքի, ընդ որում սա իրանց ձեռագիրն է։ Նման ձեռագիր իրենք կիրառել են, ասենք 1996 թվականին, 2003-4 թվականներին, 2008 թվականի մարտի 1-ին, այսինքն սադրել են ժողովրդին ներսից։ Այստեղ եղան մի քանի վեճեր, հենց որ վեճի մյուս կողմը քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին։ Ինչ գործ ունի քաղաքացիական հագուստով ոստիկան, օրենքով արգելվում է։ Ինքը պետք է ունենա տարբերանշաններ։ Եթե ինքը քաղաքացիական հագուստով խառնվել է ժողովրդին, դա նշանակում է ինքը նախապատրաստում է սադրանք։ Դա ակնհայտ է, դա իրենց ձեռագիրն է, որը տարիներ շարունակ իրենք կիրառել են։ Այս պահի դրությամբ մենք նայենք ըստ արդյունքի ինչ էր իրանց պետք։ Մի ձևով կազմակերպել սադրանք կոտրել ժողովրդին, ինչը հիմա իրանք անում են ռեժիմ մտցնել Երևան քաղաքում։ Պարոն Կիվիրյան, բայց ամեն ինչ սկսվեց նրանից